Պարոն Օհանյան, այսօր Մայիսյան եռատոնն է, 33 տարի անց, ինչ իրավիճակ ունենք դուք որպես Շուշի ազատագրման օպերացիայի մասնակիցներից։ Նախ որքան էլ այսօր դժվար իրավիճակում լինենք, այնուամենայնիվ պետք է մենք շնորհավորենք հաղթանակի տոնի կապակցությամբ, որովհետև այս տոնը հայրենական մեծ պատերազմում մեր պապերի, մեր նախնիների տարած հաղթանակն է միասնական խորհրդային միությունում եւ Հայաստանը եւ Արցախը մեծ ներդրում են ունեցել այդ հաղթանակում ոչ միայն զինվորների տնտեսական ռազմական, այլ նաեւ ռազմական արվեստի տիրապետող մեր զորավարների տարած հաղթանակներով եւ պետք է արձանագրենք, որ մեր պապերը մեզ նվիրել են հաղթանակի օր, իսկ մենք մեր հայրենիքին, մեր հանրությանը, մեր ժողովրդին, մեր սերնդակիցներով այն դարձրել ենք եռատոն եւ տարիներ առաջ դուք գիտեք Շուշիի ազատագրմամբ այս տոնը նաև եռակի նշանակություն ունեցավ եւ հաղթանակի եւ Շուշիի ազատագրման եւ դրանով նաև հիմք դրվեց Արցախի պաշտպանության բանակի ձևավորման։ Այս օրը մեկ օր առաջ նաև տոնում ենք երկրապահների, այսինքն բոլոր կամավորականների օրն ենք նշում, նրանց էլ բոլորին շնորհավորում եմ եւ կարծում եմ, որ այսօրը մեզ պետք է լցնի համոզմունքով, պատասխանատվությամբ ապագա հաջողությունների, ապագա հաղթանակների համար։ Տարիներ հետո, այսինքն այս վերջին տարիներին, իհարկե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո եւ դրանից հետո Արցախը կորցնելով, իհարկե որոշակի ցածրացել է եւ նեղացել է այս տոնի նշանակությունը, բայց երբևիցե մենք չպետք է նսեմացնենք ոչ հաղթանակը հայրենական պատերազմում, ոչ հաղթանակը Արցախում եւ գտնվելով այսօր Եռաբլուրում մենք հարգաքի տուրք ենք մատուցում բոլոր այն հերոսներին, բոլոր ժամանակների, բոլոր պատերազմների հերոսներին եւ այդ հարգանքի տուրքով կարծես թե պարտավորվում ենք, որ նրանց գործը մենք պետք է շարունակենք։ Դժվար իրավիճակում ենք, չափազանց աղետալի հետևանքներ է ունեցել այդ պատերազմը եւ դրանից հետո գործողությունները Ադրբեջանի հանցագործ գործունեության շնորհիվ եւ նաեւ մեր իշխանությունների անգործունեության շնորհիվ, բայց այնուամենայնիվ սա դասեր պետք է լինի մեզ բոլորիս համար, հետևություններ պետք է անենք ապագան մեր ավելի լավ տեսնելու համար եւ նաեւ հետագայում հաջողություններ ունենալու համար։ Պարոն Օհանյան, պարոն Օհանյան, Շուշին բավականին բարդ պայմաններում եք հաջողվել ձեզ ազատագրել։ Այդ հաղթանակի եւ գրավականը եւ ֆենոմենը որն էր, ինչպես հաջողվեց ազատագրել Շուշին, որը Ադրբեջանի օկուպացիայի տակ էր, եւ ինչպես մասնագետներն են նշում, բարձունքում իրենք էին եւ եթե մի քիչ ուժեղ լինեին, իրենք կպահեին։ Գիտեք, նախկինում շատ հպարտորեն էինք խոսում, հիմա դժվար է խոսել, բայց այնուամենայնիվ ես պետք է արձանագրեմ հետեւյալը, որ մեր պատմությունից մենք չենք կարող հեռանալ եւ երբ Արցախի ինքնորոշմանը Ադրբեջանը պատասխանեց պատերազմով, Արցախի ներսում գտնվող բնակավայրերը, քանի որ խորհրդային միության կողմնակալ քաղաքականության պայմաններում Ադրբեջանը բոլոր Արցախի շրջանները իրար կապող ճանապարհներին ադրբեջանական բնակավայրեր էր կառուցել, Արցախյան ազատամարտի ժամանակ առաջին որտեղ չկային այդ բնակավայրեր կառուցվեցին, որտեղ էլ կային այդ բնակավայրերը հզորացան եւ այնուհետեւ նրանք վերածվեցին հզոր ռազմական հենակետերի, որտեղից անընդհատ ճնշում էր գործադրվում հայկական բնակավայրերի վրա, հրթիռակոծություն էր տեղի ունենում։ Շուշիից ամեն օր հրթիռակոծվում էր մայրաքաղաքը Ստեփանակերտը, ժողովուրդը գտնվում էր
նկուղներում եւ դժվար էր չափազանց իրականացնել ժողովրդի կենսագործունեությունը, պետականաշինությունը եւ պետության կառավարումը։ Դրա համար որոշում ընդունվեց ներքին այդ ճակատներից ռազմական հենակետերից ձերբազատվել։ Եվ այդպիսի մի նաեւ բնակավար Շուշին էր եւ կարող եմ ասել, որ Շուշիի ազատագրման եւ հաջողության ֆենոմենը կայանում է նրանում, որ հայ ժողովուրդը չափազանց մոտ լինելով պայքարի ոգու, գաղափարական պատրաստականության, հայրենասիրության, գումարած դրան նաև ռազմական արվեստին տիրապետելուն, կարողացավ ժամանակակից ռազմական արվեստի համաձայն պլանավորել եւ իրականացնել Շուշիի օպերացիան։ Այն մեծ նշանակություն ունի։ Նախ եւ առաջ պատմական առումով վերականգնվեց արդարացությունը եւ հայ ժողովուրդը տիրացավ Շուշիի բարձրավանդակին։ Երկրորդը ռազմական առումով ով տիրապետում է Շուշիի բարձրունքներին եւ ընդհանուր առմամբ Արցախի բարձրունքներին, նրանց համար մեծ այսպես հնարավորություն եւ մեծ հեռանկար է սպասվում ռազմական հաջողությունների համար։ Շուշիի ազատագրումը նաև ճանապարհ բացեց Մայր Հայաստանին վերամիավորվելու եւ այնուհետեւ Հայաստանի հետ միասին ինտեգրված իր զարգացումը եւ անվտանգությունը ապահովելու համար կոնկրետ մարտավարական առումով այնտեղ հրամանատարներն ու ստորաբաժանումների ջոկատների զինվորները պարզապես իրենց քաջագործությունների շնորհիվ մագլցելով այդ բարձրունքները, այդ ժայռերն ի վեր կարողացան հաղթանակ տոնել հենց Շուշիում։ Դա հպարտություն էր ոչ միայն արցախցիների, այլ նաև հայ ժողովրդի համար, որովհետև մենք մեր հաջողությունները մեջտ ունեցել ենք միասնության, այնտեղ որտեղ որ ժողովուրդը միասնական է եղել, այնուհետև այդ միասնությունը եռամիասնություն դարձավ նույնպես Արցախ, Հայաստան, Սփյուռք եւ այդ եռամիասնության շնորհիվ մենք ունեցանք հաղթանակներ։ Պարոն Օհանյան, ներողություն, մի փոքր ավելի էմոցիոնալ, հա, այսպես պատմական ակնարկ կատարելով դուք խոսեցիք մարտավարական գործողությունների մասին 33 տարի առաջ այսօր այս ժամերին չնայած Շուշիի բուն ազատագրումը մայիսի 8-ին տեղի ունեցավ, ինչ զգացողություններ էր, ինչ մթնոլորտ էր ընդհանրապես տիրում Արցախում։ Տեսեք, նախ կոնկրետ իմ համար մեծ հպարտություն էր եւ ոգեվորություն, որովհետեւ ես ծնվել եմ Շուշիում եւ իմ ծննդավայրը ազատագրվեց, բայց մեծ ոգեվորություն էր ամբողջ Արցախում, որովհետեւ նախ եւ առաջ պայքարի արդյունքը հաջողություններ, այդ հաջողությունը հետագայում նաեւ հիմք հանդիսացավ բանակի զինված ուժերի ձևավորման եւ նաեւ ազատագրված ողջ Արցախի այսպես եւ անվտանգության եւ կայուն զարգացման համար։ Ի վերջո հայ ժողովուրդը իրեն տեր էր զգում իր տարածքում, իր երկրամասում եւ իրավունք ուներ ինքնորոշված ապրելու, այնպես ինչպես երկրագնդի մյուս ժողովուրդները, այնպես ինչպես Խորհրդային Միության մնացած բոլոր պետություններն էին ինքնորոշվել, որովհետև Արցախի ինքնորոշումը ըստ էության այնպես է տեղի ունեցել Խորհրդային Միության օրենքներով, ինչպես օրինակ Հայաստանի, Ադրբեջանի եւ մնացածների եւ Արցախի ինքնորոշումը, Արցախի ազատությունը որևիցե մի կապ չունի Ադրբեջանի, ասենք, տարածքային ամբողջականության հետ։ Այդ ոգևորությունը կար եւ այդ ոգևորությունն էր, որ հիմք տվեց, որպեսզի մենք կշռադատված, սառնասիրտ որոշումներ ընդունենք, պլանավորենք ողջ պետության գործունեությունը բոլոր ոլորտներում, հատկապես պաշտպանական ոլորտում եւ ունենանք միավորված ուժերով ունենանք հաջողություններ։ Պարոն Օհանյան, ձեր թույլտվությամբ մի փոքր, հա, այսպես այլ օրակարգի անդրադառնանք։ Օրեր առաջ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հենց ձեզ էր ուղղված իր այդ խոսքը, ասաց պետք է ձեզ բոլորիդ ԱԾ պատվալները լցնեի։ Դրանից հետո էլ Ալեն Սիմոնյանն է ասում, դատախազը պետք է գա որոշ падգամավորների հետևից։ Այս հայտարարությունները ինչ ազդակ էին, արդյոք առաջիկայում հնարավոր է ընդդիմադիրների նկատմամբ գործընթացներ սկսել։ Տեսեք, ընդդիմադիրների նկատմամբ գործընթացները նոր չեն, տարբեր մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, սկսած մեր դաշինքի ղեկավարից եւ նորություն չի, մեր դաշինքի ղեկավարը այսպես սառնասրտորեն եւ դիմացկուն կերպով տարիուկես եղել է
ձերբակալված վիճակում եւ երբևիցե չի ընկճվել, այլ ընդհակառակը դրանից հետո մենք միասին շարունակել ենք մեր պայքարը, բավականին մեծ քանակությամբ պատգամավորների նկատմամբ քրեական գործեր կան, որոնք որ քննվում են, շինծու գործեր են, շատերը դրանք չեն ընդունում, բայց այնուամենայնիվ դա դատական իշխանության նրանց անաչառ եւ անկախ գործունեության արդյունքում պետք է իրենց վերջնական լուծմանը լինի, ոչ թե ասենք գործադիրի ղեկավարի ցուցմամբ իրականացված գործունեություն։ Նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը նախ բազմաթիվ այդպիսի ցուցումներ է տվել, սպառնացել է դատական իշխանությանը, ամբողջ իրավական համակարգին եւ նրա բոլոր տիպի խոսույթի վերջնարդյունքում մենք ունեցել ենք նաև ուժային կառույցների համապատասխան գործունեություն, բայց միևնույն ժամանակ էլ մենք պետք է հասկանանք հետեւյալը, որ նախ դա երկրի ղեկավարի խոսույթ չէ, երկրի ղեկավարը իրենց սովորական այսպես փողոցային խուլիգանի նման է պահում, հանգիստ հարց էր տրվել, որ հանրային հարթակում կան մի քանի աղմկահարույց գործեր, որոնց նկատմամբ ինչ, ասենք, հետաքրքրություն է առաջացել ժողովրդի մոտ եւ ինչ միջոցառումներ է ձեռնարկում, փոխանակ ինքը ներկայացնի եւ ասի, ինքը փոխում է ինչպես միշտ, այդ ամենը փոխում է մեր վրա, անդիմության վրա, հների վրա եւ այլն, բայց մենք այլ բան պետք է տեսնենք, որ երկրի ղեկավարը որոշակի հոգեվարքի մեջ է գտնվում, իր մոտ սովորաբար այդպիսի հիստերիաներ են առաջանում, երբ որ ինքը կորցնում է իր հավասարակշռությունը, գիտելիքի, գիտության, գիտակցության մթագնություն է տեղի ունենում եւ այդ ամեն ինչը վերածում է հիստերիայի եւ տեսակ չէ, որ երկրի ղեկավարը ինչպես էր ձեռք թափ տալիս, մարդ թափ տալիս, ինչպես նախկինում, չգիտեմ, տարբեր ժեստերով խոսում, վիրավորում, դու երկրի ղեկավար ես, բոլոր այսպես կառույցները քո ենթակայության տակ են, ինչ իմաստ ունի, որ երկրի ղեկավարը ինքն է ձեռք թափ տալիս եւ այլն։ Կտեսնենք, թե իշխանափոխությունից հետո ինչպես է ինքը ձեռք թափ տալու կամ մեր նման այսպես ազատ առանց որևիցե մի այսպես պահակախմբի քայլելու մեր երկրի վրա։ Կարծում եմ, որ այս հոգեվիճակը, որում գտնվում է Նիկոլ Փաշինյանը եւ կարելի ասել նաեւ նրա կողմնակիցները, խոսում է նրա մասին, որ իրենք կորցրել են հավասարակշռությունը եւ օրըստօրե կորցնելով իրենց ռեյտինգը, կորցնելով իրենց արժանինքները, չնայած արժանինքներ չեն ունեցել, կամաց գիտակցում են, որ իշխանության վերջը գալիս է եւ այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել եւ Արցախում եւ Հայաստանում, իրենք